Բարեձեր ժողովուրդ, ես մի քիչ փորձեմ, ես Միքայել եմ Մարգարյան, Համիկոնը ներկայացրեց արդեն, Cube Invest ընկերության տնօրեն եմ, մի փոքր մեր ընկերության մասին, մեր ընկերությունը արդեն 8 տարվա փորձ ունի շուկայում, մենք Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցային ընկերություններից մեկն ենք, երկար ճանապարհ ենք անցել արդեն, այս վերջին մեր ձեռքբերումներից առանձնացնեմ, ISO սերտիֆիկատ ենք ստացել և Fitch միջազգային գործակալության կողմից միջազգային ռեյտինգ ենք ստացել, որի վրա շատ երկար ժամանակ աշխատել ենք ու չարչարվել ենք, շատ հազվադեպ ընկերություններից, երկու ընկերություններից մեկն ենք Հայաստանում, ով որ միջազգային ռեյտինգային ընկերությունից վարկանիշ է ստացել։ Այսօր փորձենք խոսանք ֆինտեխների մասին, թե ֆինտեխը ընդհանրապես ֆինտեխ ասվածը ինչ է ու ոնց է փոխվում ավանդական ֆինանսական աշխարհը, ինչ նորարարություններ կան, թե ոնց է զարգանում այդ ոլորտը եւ առհասարակ մի քանի case study ունեմ, մի քանի success story-ներ եմ ուզում ներկայացնել, ոնց են մարդիկ դուրս եկել ավանդական ֆինանսական աշխարհից ու հաջողություններ գրանցել։ Առհասարակ ավանդական ֆինանսներ, ֆինտեխ իրանց տարբերությունը հենց ավանդական ֆինանսական կառույցներ ասելով մի քիչ պատկերացնում ենք այս քարացած բան, հաստատություններ, բանկեր, այն սովետական շենքերով, բաներով, բայց հիմա արդեն մեր զարգացումը փորձը ցույց է տալիս, որ ամեն դեպքում ամեն ինչ գնում է դեպի դիջիտալի, ամեն ինչ հնարավոր է նաև բանկեր ունենալ, որոնք բանկային մասնաճյուղեր ընդհանրապես չեն ունենա, լրիվ on-line տիրույթում կկատար գործարքները, այսինքն ժառանգական համակարգերից գնում ենք ամպային համակարգերի, չգիտեմ, cloud-ներն են զարգանում, հիմա այսօր արդեն, չգիտեմ, սերվերների սենյակներ էլ չեն սարքում, գնում են ամպերում են իրանց տվյալների բազաները և այլն պահում, և թղթային գործընթացները, որ ժամանակին գնում էին բանկ, թուղթ էին ստորագրում, որ փոխանցեն կամ ինչ-որ գործարք անեն, արդեն թվային լուծումներով են վերափոխվել։ Ինչն է նպաստում սրան, առաջինը երևի տեխնոլոգիական առաջընթացն է, ամեն դեպքում տեխնոլոգիաները մեզ դրդել են, բերել են մի կետի, որտեղ մենք այսօր առանց տեխնոլոգիաների չենք կարող ապրենք, բոլորս էլ հեռախոս ունենք ու ուզում ենք հեռախոսով ամեն ինչ անենք։ Մենք որպես սպառող բոլորս էլ ակնկալում ենք, որ ամեն ինչ պիտի արագ անենք, միանգամից անենք, մի քլիքով անենք և այլն, և այս սպառողների սպասումները արդարացնելու համար ֆինանսական աշխարհն էլ է վերափոխվում, որպեսզի կարողանա հետ չմնա զարգացումային տրենդերից։ Հիմա արդեն open banking-ի մասին են խոսում մարդիկ, մի քիչ ավելի առաջ գնանք, ես որոշակի օրինակներ կբերեմ։ Ֆինտեխ ոլորտի հիմնական միտումները որոնք են, դրանք embedded finance ասվածն են, ես վստահ եմ բոլորը սրանցից օգտվում են, ասենք ինչ-որ մեկը մտնում է մի հատ կայքից առևտուր անելու, եթե մեջը վճարման համակարգ կա տեղադրած, այդ կայքում հնարավոր է վճարել, ինքը արդեն embedded finance է։ Եթե օրինակ, պարզ օրինակ, եթե նայենք Uber-ը կամ Gigi-ն, իրանք embedded finance են, որտեղ հնարավոր է, իրանք ֆինանսական հաստատություն չեն, բայց իրանց application-ով հնարավոր է վճարում անել և այլն։ Օրինակ հնարավոր է Booking.com-ում travel insurance առնել, որը էլի embedded finance է, կամ չգիտեմ, ինչ-որ մեծ տեխնիկայի խանութում, եթե մեծ տելևիզոր ես առնում, product insurance ես անում, որ հանկարծ տելևիզորը չվնասվի և այլն, դա էլի տարական embedded finance-ի օրինակ է։ DeFi-ը ինձ թվում է ստեղ մեծ մասը թեքեն ինձանից լավ գիտեմ ինչա, բայց իր հիմնական նպատակը ֆինանսական աշխարհում այն է, որ ֆինանսական միջնորդներին շղթայից հանի ու ավելի էֆեկտիվ դարձնի գործընթացը։ Օրինակի համար peer-to-peer lending-ի մասին ենք այսօր խոսում, որը թույլ է տալիս, ասենք, բանկերին շղթայի մեջից հանել և ենթադրենք FX են անում մարդիկ, այսինքն արտարժույթ են փոխանակում, ես դրան ունեմ $90 ունի, այսօր աշխարհում տենց հարթակներ կա, չեն գնում բանկի հետ փոխանակում, այլ իրար մեջ են այդ արժույթները փոխանակում, ավելի էֆեկտիվ է դա տեղի ունենում և ծախսերը կրճատվում է ու մարժաները փոքրանում է մարդկանց համար ավելի քիչ ծախսատար դարձնելով։ Այս վերջի տրենդերից է գնիր հիմա վճարիր հետո buy now pay later ասվածը, որը եկել է փոխարինի
ավանդական կրեդիտ քարտերին, հա, կամ վարկային պրոդուկտներին, կամ ապառիկը տեղում լինեն, որ մենք շատ սովորենք։ Այսինքն մարդը երբ որ մտնում է on-line առևտուր անում, իրան հնարավորություն են տալիս, չգիտեմ, 4 ինստալմենտով օրինակ վճարի այդ ապրանքի դիմաց ու սովորաբար դա լինում է այս ոլորտի առաջատարներին եթե նայենք, հա, չգիտեմ, PayPal, Pay Later կամ Klarna կամ Affirm եւ այլն, իրանք բոլորը անտոկոս են, այսինքն սպառողը, որը ապրանք է գնում է Buy Now Pay Later-ի միջոցով, ինքը չի վճարում հավելյալ տոկոս, սա իր համար ապառիկ չի դառնում։ Այս մարդկանց մոնետիզացիան ավելի շատ գալիս է արդեն խանութներից, որտեղ իրանք էական բուստ են կարողանում ապահովել խանութներում սպառողների հոսքին։ Արհեստական բանականություն եւ անձնական ֆինանսներ, ստեղ ավելի շատ երևի ինվեստիցիոն կտորի մասին խոսամ, ռոբո-ադվայզերներ եւ այլն, որոնք այսօր շատ հեշտ արհեստական բանականության միջոցով կարողանում են վարկագիծը պոտենցիալ ներդրողի վերլուծել, իր ռիսկի ախորժակը վերլուծել եւ կարողանալ այդ personalized finance advisory ասվածը տալ, այսինքն այն ինչ որ հնարավոր է անել չգիտեմ, կոնկրետ այս մարդու համար ամենաճիշտն է, իրան նման, չգիտեմ, ներդրումային պորտֆել կառուցեն, այդ մարդուն առաջարկեն եւ իր հետ փորձեն առաջ գնալ։ Խարդախության հայտնաբերման մասին էլ կուզեի երկու բառով ասել, ինքը fraud detection-ի մասին է, այսինքն հնարավոր է որոշակի վարկագծերի դեպքում նաեւ AI-ի միջոցով հիմա դա շատ կիրառվում է, հատկապես ֆինանսական կազմակերպություններում, ենթադրենք մարդ պետք է մեծ գործարք անի կամ մեծ փոխանցում անի, այդ որի մեծությունը իրանից արդեն ենթադրելու է որոշակի կասկածելի գործարքի չափանիշներ, փորձում են դա տրոհել մի քանի գործարքով անել, այսօր AI օգնությամբ այդ նմանատիպ գործարքները կարողանում են հեշտ հայտնաբերել եւ դրանք կանխել։ Կենտրոնական բանկերի թվային առույթների մասին էլ կուզեի մի երկու բան ասեմ, դա Central Bank Digital Currency-ն է, քանի որ կրիպտո ակտիվները եւ կրիպտո առույթները այս պահին բավականին մեծ popularity ունեն, շատ հետաքրքրված են մարդիկ դրանցով եւ այլն, բայց իրանք ապակենտրոնացված համակարգերով են գործում եւ իրանց հետևել trace անելը եւ այլն բավականին դժվար է, երկրները իրանց կենտրոնական բանկերի առաջ խնդիր են դրել այդ Central Bank Digital Currency-ներ, այսինքն կենտրոնական բանկերի թվային առույթներ անել, պայմանական Ռուսաստանում շատ են խոսում ցիֆրավոր ռուբլ հասկացության մասին, որը իրանց կենտրոնական բանկի էլեկտրոնային փողն է զուտ, կենտրոնական բանկերին դա պետք է մի քանի տեսանկյունից եթե նայենք, նախ որովհետև շատ հեշտ է դրանք հետևելը, տեսնել այդ առույթը ուր գնաց եւ այլն, որտեղ իրանց տիրույթում է գործում եւ փող տպելը ամեն դեպքում թղթի փողը ինքը ծախսատարություն է որոշակի, սենց շատ ավելի ծախսերը կկրճատվի, բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ այս գործիքները դեռևս շատ առաջ չեն գնացել, որովհետև կենտրոնական բանկերը ընդհանրապես աշխարհում մի քիչ քարացած կառույցներ են, ավելի ոչ թե պրոակտիվ են, այլ ռեակտիվ, ոչ թե իրանք ուզում են ինչ-որ մի բան անեն, որ դա զարգանա, այլ տենում են, որ մի բան զարգանում է, տենց նոր սկսում են դրան ռեակցիա տալ, որը ամբողջ աշխարհում է, տենց ու երևի նորմալ է, որ ռեգուլատորի տեսանկյունից տենց պետք է լինի։ Ներդրումների ոլորտում արդեն մի քանի բառով խոսեցինք ռոբո-ադվայզերների մասին, crowdfunding հարթակներ, օրինակ այսօր Հայաստանում են ոնց որ կան ներդրումային ընկերություններ, որոնք հենց crowdfunding են առաջարկում, այսինքն ինչ-որ մի հատ ընկերություն ցուցակում այնտեղ մարդիկ շատ փոքր գումարով հնարավորություն են ունենում հավաքվեն, իրար հետ ֆանդ անեն եւ այդ ընկերության խնդիրը լուծեն։ Բջջային առևտրային հավելվածները սա տրեյդինգ պլատֆորմաներն են, սկսենք աշխարհում ամենահայտնի ինտերակտիվ բրոկերսից, որը ունի հա իր առևտրային պլատֆորման եւ Հայաստանում էլ մի շարք ընկերություններ, այդ թվում նաեւ մենք մեր առևտրային հավելվածներն ենք տրամադրում հաճախորդներին, որոնք մի կլիկով կարողանում են իրանց ներդրումները իրականացնել, գնել, վաճառել, հետևել իրանց ակտիվների աճին, շարժին եւ այլն։ Հետազոտություններ եւ արհեստական բանականության մասին էլ խոսեցինք եւ regulatory technology մասին մի երկու բան ասեմ, ինքը ավելի շատ
Իրանից պարունակում է դրա հիմնական նպատակներից մեկը ավելի շատ փողերի լվացման դեմ պայքարն է եւ համապատասխանության ու ռիսկերի կառավարման կտորն է։ Այստեղ օրինակ հիմա շատ կիրառվում է, չգիտեմ, իդենտիֆիկացիաների կտորը, risk assessment-ի կտորը եւ այդ anti-money laundering կոչված տեխնոլոգիաները, որոնք լայնորեն կիրառվում են։ Եթե բանկային ծառայությունների ապագան նայենք, banking as a service հիմա հասկացություն կա, որ բանկերը անցում են կատարում ավանդական բանկային մոդելից դեպի banking as a service, ինչ է ինքը իրանից ներկայացնում, ինքը ավելի շատ ներկայացնում է, որ ոչ ֆինանսական, ոչ լիցենզավորված ընկերությունները բանկային տեխնոլոգիաներ են ինտեգրում իրենց համակարգերի մեջ ու ինքը դառնում է banking as a service մյուս ընկերությունների համար, բայց նաև հիմա կարող դիտարկենք հետևյալ տրենդը, որ բանկերը իրանցով ստեղծում են էկո համակարգեր, եթե նայենք օրինակ Ռուսաստանի օրինակով, այդ Sberbank-ն է ոնց որ առաջինը արել, Sberbank-ը իր application-ի միջոցով հնարավորություն է տվել տարբեր բաներ անել, հյուրանոց book անել, չգիտեմ, event-ների մասնակցել եւ այլն, եւ հիմա Հայաստանում օրինակ կարամ Ամերիա բանկի օրինակը բերեմ, որ փորձում է նմանատիպ քայլեր հերթականությամբ գնա, այսինքն իրանց application ունեն, հիմա application-ի մեջ ավելացրել են ինչ-որ տուրիստական փաթեթներ, event-ների տոմսեր կարող ես գնել, trade կարող ես անել, այսինքն ավանդական բանկինգից իրանք դեպի զարգացում են ելնում ավելի։ Ֆինանսական ներառականությունը, այսինքն financial inclusion-ը, Ստեղ մի քանի օրինակ ես case study-ների մասին խոսալուց կբերեմ, բայց ստեղ կա մի հատ underbanked հասկացություն, այսինքն մարդիկ, ովքեր չունեն բանկային ծառայությունների հասանելիություն եւ ֆինտեխ ընկերությունները, մասնավորապես օրինակ մեքսիկական Banco Platan, որի մասին հեսա մի քիչ ուշ խոսենք, իրանք օրինակ այդ շուկան են target արել թիրախավորել ու այն մարդիկ, ովքեր օրինակ ապրում են Լատինական Ամերիկայի գյուղական միջավայրերում, այդ rural area կոչվածներում, իրանք այդ մարդկանց են target արել ու բավականին մեծ հաջողությունների են հասել։ Դե բջջային դրամապանակները այսօր ինձ թվում է բոլորի համար շատ սովորական բան են, բոլորն էլ առնվազն 1-2 հատ ունեն բջջային դրամապանակներ։ Peer-to-peer lending-ի մասին էլ խոսեցինք, ստեղ ուզում եմ երկու բառով ռիսկերի մասին խոսալ, ամեն դեպքում քանի որ ինքը ամբողջովին տեխնոլոգիա է իրանից ներկայացնում, ստեղ կիբերանվտանգության եւ տվյալների արտահոսքի խնդիրներ կարող են առաջանալ, որը այսօր շատ էական եւ լուրջ մարտահրավեր է եւ բավականին լուրջ վերահսկողություն է սրա նկատմամբ իրականացվում։ Կանոնակարգային անորոշություն, կախվածություն շահբազանց տեխնոլոգիաներից, որը իհարկե հարց է, ինքը լավ բան է թե վատ բան է, բայց ամեն դեպքում չելինջ է։ Եվ ուզում եմ 3 հատ case study խոսանք, որոնք հաջողել են որպես fintech ընկերություններ։ Առաջինը դա Revolut-ի մասին եմ ուզում խոսամ, ինձ թվում է շատերս տեղից գիտեն Revolut-ի մասին։ 2015 թվականին է հիմնադրվել, 2 միլիարդից ավել դոլար է ներգրավել տարբեր ռաունդներում, 2021 թվականին 33 միլիարդ է եղել իր valuation-ը, 2025 թվականին այս պայդության մոտ 50 միլիարդի է հասնում իր valuation-ը։ Իրանք ինչ են արել, սկզբից արտարժույթի փոխանակման հարթակ են իրանք որպես հանդիսացել, տենց է իրանք բիզնեսը սկսել եւ հետո արդեն ավելացրել են իրանց հարթակում դրամադրող գործունեությունը եւ իրանց ամենակարևոր բաներից մեկը եղել է արագությունը, ֆիշկաներից այսպես ասած, արագությունը եւ user friendly-ությունը։ Կենտրոնացել են շատ client acquisition-ի վրա, օգտագործել են շատ մեծ referral պրոգրամներ, այսինքն ես տարբեր տեղերում ինքս էլ եմ տեսել, չգիտեմ, Revolut Cash-ից տեղես ինձեր չկունենաս եւ այլն։ Այդ իրանց client base-ի հաճախորդների բազայի վրա էական ազդեցություն է ունեցել ու կամաց FX հարթակից արդեն իրանք բանկի են վերածվել ու իրանք շատ լուրջ success story են այս fintech ոլորտում համարվում
այս պահի 23 թվականի դրությամբ ակտիվ 20 միլիոնից ավել յուզերներ են ունեցել։ Այս պահի դրությամբ առաջարկում են համ բիզնեսների համար հաշիվներ բանկային, համ ֆիզիկական անձանց համար, բազմաառողջային wallet-ներ են առաջարկում, շուտով իրանք հայտարարել են, որ նաև հիպոթեկային վարկեր են տրամադրելու։ Ես իմ ծառայության մասին եմ խոսում, որ տրամադրելու են, այսինքն իրանք ամեն դեպքում կլասիկ ֆինանսական հաստատությունից աճում են եւ գնում են դեպի այդ financial inclusion ներառականություն ապահովող որպես համակարգ։ Երկրորդը Tinkoff-ի մասին եմ ուզում խոսամ, Tinkoff-ը Ռուսաստանում գումարած երևի էլի բոլորին հայտնի բանկերից է, ինքը Ռուսաստան հիմնադրվել է 2006 թվականին հենց Ալեքս Tinkoff-ի կողմից, իր հիմնական ֆիշկեն եղել այն, որ ինքը չի համարվել, չի ունեցել մասնակցություն, եղել է digital only բանկ եւ valuation-ը ունեցել մինչև $20 միլիարդ, հիմա որոշակի դեպքերից հետո այդ համբավը չունի, այսպես ասած, բայց ժամանակի ընթացքում ինքը շատ լուրջ համբավ է ունեցել որպես բանկ ու լուրջ աճ է ունեցել։ 2013 թվականին IPO է արել Լոնդոնի Stock Exchange-ում, Լոնդոնի բիրժայում, որտեղից հավաքագրել է $1.1 միլիարդ գումար, այսինքն այդքանի բաժն է տոմսա վաճառել։ Ստեղ իրանց հիմնական հաջողության մոդելը այն է եղել, որ իրանց խոսքերով super app են սարքել եւ առաջարկել են բոլոր բանկային ծառայությունները digital only mobile first տարբերակով, փորձել են որոշակիորեն WeChat-ին նմանվել չինական եւ շատ մեծ հաջողություններ են գրանցել, շատ երկար ժամանակ իրանք Ռուսաստանում usage-ով եղել են ամենախոշոր բանկերից մեկը։ Ու երրորդ case study-ն Platan է, այս Platan էլի Tinkoff-ի զավակներից է, Ալեքս Tinkoff-ի, երբ որ իրան ինագենտ ճանաչեցին Ռուսաստանում, ինքը գնաց եւ հիմնեց այս Platan, որը մեքսիկական ընկերություն է, հիմա կոչվում է Banco Plata, 23 թվականին է հիմնադրվել ու վերջերս մարտ ամսին $160 միլիոն Series A արել ներդրում ներգրավել եւ $1.5 միլիարդ valuation-ի հասել, այսինքն արդեն ինքը unicorn-ը։ Իր հիմնական բիզնեսը սկզբում եղել է քարտերը։ Քարտերն underbanked, որ ասում է, այն մարդկանց, ովքեր բանկային հասանելիություն չունեն, իրանց գնացել են բանկային քարտեր են առաջարկել, տարբեր աշխարհի ծերերը սուրհանդակների միջոցով քարտերը տարել են, հասցրել են, տվել են մարդկանց, այնքան որ օգտագործեն, ու հիմա արդեն բանկային լիցենզիա են ձեռք բերել 24 թվականի դեկտեմբերին, բուկվալը 3 օր առաջ $120 միլիոն պարտատոմս են թողարկել շուկայում, որը նույնիսկ մենք էլ ենք առել այդ պարտատոմսերից մեր հաճախորդների համար, այսինքն ինքը բավականին հետաքրքիր պրոդուկտ է, որ ձեզ ասեմ դոլարով 15.5% եկամտաբերություն է տալիս իր պարտատոմսերը, տենց տոկոսներ հիմա այս պահին շուկայում ամեն դեպքում չկա։ Իրանց հաջողության հիմնական գրավականը այն է եղել, որ ու այդ պարտատոմսերը իրանք 120 միլիոնի հայտարարել են, բայց համարյա 240 միլիոնի պահանջարկ է եղել, այսինքն ամեն դեպքում մարդիկ ուզեցել են առնել։ Այս պահին մոտ 1 միլիոն ակտիվ յուզերներ ունեն եւ ունեն 1500 աշխատակիցներ, որոնցից մոտ 40%-ը IT ոլորտի մասնագետներ են։ Ամեն դեպքում ինքը շատ նոր, շատ թարմ, բայց էլի ֆինտեխ ոլորտի էական հաջողություններ գրանցող ընկերություն է։ Երևի թե այսքան է, եզրափակելով կուզեի ասեի, որ ամեն դեպքում ֆինտեխը ֆինանսական աշխարհը գնում է ֆինտեխ քայլերով եւ մեր բոլորի ապագան ոնց որ ֆինտեխը ավելի շատ ցեխի հետ, ցեխի վրա շեշտադրումով։ Մերսի։ Շնորհակալություն, հարցեր, երկու հարց, մի ձեռք տեսա, 1 եւ 2։ Այ դուք ձախ կողմինը չէ, աջ կողմինը, առաջինն եք բարձրացել եւ
Մոտ պահեք, խնդրում եմ միկրոֆոնը։ Որն է ձեր ամենամեծ դասը, որ քաղել եք ներդրումային աշխատանքի հետ առնչվելիս։ Կարող եք կրկնել, որ Որն է ամենամեծ դասը, որ քաղել եք ներդրումային աշխատանքների հետ առնչվելիս։ Ես ճիշտ ասած ներդրումային ոլորտը շատ հետաքրքիր է, ես վերջի 7 տարում ներդրումային ոլորտում եմ աշխատում, իհարկե 15+ տարի բանկային եւ ֆինանսական ոլորտում եմ աշխատել։ Երևի ամենակարևոր բանը, ես օրինակ, քանի որ հաճախորդների հետ ինքս շատ աշխատում եմ, ամենակարևոր բանը, որ փորձում եմ անեմ, մինչև ինքս չփորձեմ, ոչ մեկի խորհուրդ չտամ այդ բանը անի։ Ամեն դեպքում ներդրումը ֆինանսական գործիք է, որը ֆինանսական ռիսկեր է պարունակում, ցանկացած ներդրում, կարճ ունի, կլինի Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմս, կլինի բիթկոին, թե ինչ-որ մի հատ խառը նոր ստեղծվող կրիպտոարժույթ, ցանկացած ներդրում ինքը ֆինանսական ռիսկ է պարունակում։ Ես իմ փորձից եմ ասում, միշտ փորձում եմ ընկերության կամ մեր վրա փորձարկել, հետո նոր հաճախորդներին ինչ-որ բան խորհուրդ տալ։ Լավ դաս է ի դեպ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Տիգրան Հարությունյան, PBA Կեթեմ կրթական կարդակի հիմնադիր։ Հարցս հետևյալն է, մենք երբ որ հարթակին post-terminal ենք գցում, դուք embedded վճարման մասին խոսեցիք, մենք Հայաստանում բանկերի հետ կապած խնդիր ունեցանք, որտեղ Հայաստանից դուրս քարտերը, ամերիկյան քարտերը, եվրոպական քարտերը հնարավոր չեղավ ինտեգրացիան այնպես անել, որպեսզի դրսի քարտերից կարողանան վճարել։ Ես ում հասկանամ տեխնոլոգիական ինչ խնդիր ստեղ ունենք, ու այս դեպքում մենք ստիպված եղանք արդեն նահանգներում բանկի հաշվին գցելու, այնտեղ կամպանիա բացելու, ստիպված այնտեղ գցելու, Stripe-ով արդեն payment-ները այնտեղ տանելու։ Ու փաստացի չկարողացանք դրսի գումարը բերենք Հայաստան, հա։ Ես ում հասկանամ ինչն է խնդիրը, որտեղ բանկից ինձ հստակ պատասխան չտվեցին, կարծում եմ, որ դուք կարող եք ինչ-որ ինֆորմացիա տաք embedded վճարումների հետ կապված, այլ ինչն է խնդիրը։ Մի բանկի հետ եք փորձել, թե որը։ Չէ, հիմնական բոլոր բանկերը վտանգ ինչ-որ տեսան, դրսի քարտերը գցելու եւ մանավանդ որ ինքը SaaS product էր, այսպեսի հարց առաջացավ։ Անկեղծ ասած, քանի որ բանկային ոլորտում 8 տարի չեմ աշխատում, չեմ տիրապետում այդ հարցին, բայց հեսա որ իշնեմ կարանք խոսանք փորձեմ։ Այդ ավելի երևի տետատետ խոսել է։ Հա, շնորհակալություն։ Կարայք թողնենք մի հատ հետաքրքիր հարց տային։ Շնորհակալություն։ Merci։